5 անգամ վիրահատված, ինքը ծանր վիճակով տեղափոխվել է Իզմիրյան բժշկական կենտրոն։ Կարերի անբավարարություն, 12 մատնյա աղիքի պատրվածք, բարակ աղիների բազմաթիվ թափածակումներ, հաստ աղիքի թափածակումներ, էվենտերացիա, բաց որովային, տարածուն թարախային պերիտոնիտ, սեպտիկ վիճակ։ Շատ դժվար էր կանխագուշակել նախապես, թե մենք ինչ արդյունք ստանանք, ինչ կարող ենք մեր աշխատանքի արդյունքում տեսնել երկարատև քրդաճան եւ ծանր ամենօրյա վիրահատության հավասար վիրակապություններով եւ ծանր վիրահատություններ, որոնք որ հերթական անգամ արվել են, ծանր բարդություններ, որոնք առաջացել են հազարավարտի մոտ։ Այլ են բազմակի վիրահատություններ, ոնց որ այս վերջի մի տարվա ընթացքում հասնում եմ կարծես թե վերջակետին, որպեսզի կարողանամ լիովին առողջանալ ու վերադառնալ լիաթոք կյանքին։ Սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 30-ը գրեթե օրական, մոտարապես մի օրական 2-3 ժամ կատարվել է իր մոտ վիրահատություն, վիրակապություններ։ Երբեմն ճիշտն ասած կարելի ասել, որ հիվանդները վերածնվում են, մարդիկ վերածնվում են։ Ես կարող եմ ասեմ, վարդը, հազարավարդը վերածնվել է Իզմիրյան բժշկական կենտրոնում։ Երկարամյա աշխատանքի շնորհիվ մենք ունեցանք, կարելի ասել, հոյակապ արդյունք։ Իզմիրյան բժշկական կենտրոնի միանշանակ թիմային աշխատանքի արդյունք։ Իզմիրյան բժշկական կենտրոնը հենց իմ համար տարբերվում է դրանում, որ ոչ միայն տենց դու ստանում ես որակով բժշկական օգնություն, այլ նաև շատ անձնական, չգիտեմ, մարդկային ջերմ վերաբերմունք ես ստանում ու այդ ամենը ստանում ես բոլորից, անկախ, չգիտեմ, բժիշկներից, բուժքույրերից, մյուս բուժանձնակազմից, այդ շատ առանձնահատուկ ու առանձնացնելի փաստ է իմ համար, որովհետև այդ շատ կարևոր է, մասնավորապես եթե մի փոքր լավ չես զգում առողջական ինչ-որ խնդիրներ ունես, այդ ջեր վերաբերմունքը օգնում է, որ ավելի արագ վերականգնվես։ Միայն վիրաբուժական հաղթանակ չէ սա, սա հաղթանակ է ընդհանրապես մեծ խնդրի, որովհետև համատեղ աշխատանքը վիրաբույժների, համատեղ աշխատանքը ռեանիմատոլոգների, համատեղ աշխատանքը անեստեզիոլոգների, համատեղ աշխատանքը քույրերի, միջին բուժ պերսոնալի եւ ընդհանրապես կոլեկտիվի եւ պայրածքամ ու պատրաստ ամեն պայման ստեղծելու ադմինիստրացիայի կողմից։ Շատ օրինագելի դեպք է, երբ որ մենք կարող ենք ասել, մենք հաղթել ենք հիվանդությանը, մենք հաղթել ենք ծանր մահացու խնդիրներին եւ հասել ենք արդյունքի, հասել ենք այն ցանկալի արդյունքին, որին մենք շատերս կարող ենք ցկտել, շատերս կարող ենք աշխատել, բայց ցավոք սրտի ոչ բոլոր դեպքերում է ստացվում։ Բրունսկ կազմած կոլեկտիվի աշխատանքը, որ կարող է հաղթահարել դաժե անհաղթալի հիվանդությունները։ Կարող եմ ասել, ես շնորհակալ եմ բոլորին, Իզմիրյան բժշկական կենտրոնի բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնել են, ովքեր օգնել են վերականգնել իմ առողջությունը ամբողջապես, չգիտեմ, ադմինիստրացիայից սկսված, իմ բժիշկներից, հատկապես Սամվել Աշատչին, Խաչատուրվազգենիչին, Գանե Մեջնումովնային, բոլորին, չեմ ուզում, չգիտեմ, ռեանիմացիա երեխեքին, բուժքույրերին, բոլորին շատ շնորհակալ եմ ինձ օգնելու, ինձ իրանց, չգիտեմ, աղջկա նման վերաբերվելու, իրանց հարազատի նման վերաբերվելու, որովհետև այստեղ շատ երկար ժամանակ անցկացնելով, ոչ մեկին չեմ աղթում առհասարակ հիվանդանոցում երկար ժամանակ անցկացնել, բայց շատ երկար ժամանակ անցկացնելով այստեղի բոլորի կողմից ստացել եմ շատ ջերմ, տաքուկ, ընկերական,
հարազատի վերաբերմունք ու ես բոլորին եմ դա ասում, ես այստեղ չեմ ստացել ուղակի բուժօգնություն, այլ ոնց որ այդ ամեն ինչը ստացել եմ, մարդիկ արել են ավելին, քան պարտավոր էին անել, իսկ ինձ թվում է դրանով ամեն ինչ ասված է, իսկ երբ որ մարդ անում է ավելին ու դա պարտականության ֆորմատը չի, այդ ամբողջ արածը ել ավելի գնահատելի է դառնում, так что բոլորին եմ ասում շնորհակալ եմ